Բարև ձեզ հարգելի լսողներ, այսօր նույնպես ձեզ հետ ուզում եմ խոսել շատ կարևոր հարցերի մասին։ Ընդհանրապես շատ երիտասարդներ են գալիս ինձ մոտ, թե տղաներ, թե աղջիկներ, թե կանայք, թե տղամարդիկ, արդեն հասուն կանայք եւ տղամարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց անձնական կյանքը դասավորել։ Ու երբ որ ուսումնասիրում եմ, հասկանում եմ, որ հիմնական պատճառը նման մարդկանց կախված է իր ծնողներից, հատկապես գալիս է մայրիկից։ Երբ որ ուսումնասիրում եմ, հասկանում եմ, որ հիմնական պատճառը մայրիկն է։ Մայրիկները չեն ուզում թողնել ոչ իրենց տղաներին, ոչ իրենց աղջիկներին։ Իրեն յուրահատուկ ձևով պորտալարով կապված են ու օգտվում են իրենց երեխաների էներգիայից։ Ճիշտ է, իրենք ասում են, որ ուզում են, որ իրենց երեխաները ամուսնանան, ոչ, երբ որ ես նայում եմ, տեսնում եմ, որ իրենք երբեք չեն հավանում իրենց ոչ որդիների, ոչ աղջիկների, օրիորդների հավանած անձնավորություններին։ Անընդհատ ինչ-որ ձևով շկալա են դնում, այդ անձնավորությունները ձեզ հարմար չեն, դու ուր, ինքը ուր, ու հետագայում գալիս կապնում են այնպիսի իրավիճակի վրա, որ արդեն եւ իրանց աղջիկներին եւ իրենց տղաներին արդեն ուրիշները չեն հավանում։ Ընդհանրապես բնության մեջ կան այնպիսի կենդանիներ, ովքեր որ երբ որ սերունդ են ունենում, իրենք իրենց սերունդին վերահասնում են։ Կան եւ այդպիսի ծգներ, կան եւ այդպիսի առնետներ, որ երբ որ իրենք իրենց ծակերը ունենում են, իրենց ծվերը ունենում են, անմիջապես մայրը վերացնում է իրեն ծակերին, ու եթե նման ծգներից, նման առնետներից չեն հեռացնում իրենց ծակերին, ապա ինքը վերացնում է իր սերունդը, ու եւ մարդիկ նկատել են, նույնիսկ Աֆրիկայում կան հատուկ առնետներ, որոնք սև առնետներ են, այդ ծվի առնետների ցեղախումբ է, որ անմիջապես իրենց ակուկներին հեռացնում են, հայրն է հեռացնում, ուրիշ մեկն է հեռացնում, որպեսզի առնետ մայրիկը չուտի իր ծակերին, եւ ծգներն էլ հայրն է հեռացնում, որպեսզի մայրը չուտի իր ծվերին։ Գիտեք ինչ, նման իրավիճակ կա նաեւ մարդկանց մեջ, մայրը չի թույլ տալիս, որպեսզի իր երեխաները երջանիկ լինեն, ձևական է իրանց մոտ, որ ես տեսնում եմ ձևական է, ընդհակառակը, իրենք անընդհատ ուրախանում են, որ իրենց զավակը իրենց կված է։ Գիտեք ինչ, նման մարդիկ տարօրինակ ձևով իրենք իրենց երեխայի էներգիայից սնվում են։ Շատ այդպիսի ծնողներ, մայրիկներ դառնում են էներգովամպիրներ։ Իրենք իրենց երեխայի էներգիան անընդհատ կլանում են, ու իրենք իրենց առանց իրենց երեխայի չեն կարողանում մնալ, ոչ ֆիզիկապես, ոչ ֆինանսապես, այդ երեխան դառնում է եւ ֆիզիկական իրանց օգնականը, եւ ֆինանսական, նաեւ էներգետիկ իրենց օգնականը, ու երբ որ այնպես է լինում, որ այդ երեխան իրենցից ինչ-ինչ ձևով հնարավորություն է ունենում հեռանալ, տվյալ մարդիկ, տվյալ մայրիկները ժամանակից շուտ մահանում են, որովհետև իրենք մենակ սնվում են իրենց երեխայի պյոդաշտով։ Դա տարօրինակ է, բայց կա այդպիսի իրավիճակ մարդկային մայր եւ զավակ հարաբերության մեջ։ Ճիշտ է, որ ասում են մայրը սուրբ է, մայրը ուրիշ է, այո, մայրը սուրբ է, մայրը ուրիշ է, բայց կան բացառություններ, երբ մայրիկները չեն ցանկանում իրենց երեխային
կիսել որևէ մեկի հետ։ Ընդհանրապես նման մայրիկները, երբ որ ինձ մոտ գալիս են, իրենց մայրիկներն ավելի երիտասարդ են, քան իրենց զավակները։ Տարօրինակ է, իրենք խնամված, իրենք մենակ զբաղված են իրենցով, բայց իրենց երեխաները, տղաները, աղջիկները իրենց կորցրած, որովհետև իրենք չեն կարողանում իրենց ճակատագիրը դասավորել, իրենք ցանկանում են, որ իրենց լավ լինի եւ իրենց մայրիկին լավ լինի, բայց իրենց մայրիկին երբեք լավ չի լինի, մայրիկը երբեք իրենց ամուսնության ոչ մի գործողությանը չի տալիս պատրական նշան, չի ցանկանում, որ իր զավակը իրենից հեռանա։ Նման մայրիկները կամաց դառնում են էներգովամպիրներ, ու իրենք դժբախտացնում են իրենց բալիկներին, դժբախտացնում են, վայելում են իրենց կյանքը, չեն հասկանում, իրանց թվում է, որ երբ որ իրենց երեխան իրենց կողքն է, ուրեմն իրենք երեխան ավելի երջանիկ է, իրենք անընդհատ ասում են, որ կինական, որ տղամարդը կարող է քեզ այս ձևի կերակուր պատրաստել, այս ձևի խնամե, քու մասին հոգ տանի, բայց սուտ է, ուղղակի իրանք չեն ուզում բաց թողնել իրենց զավակներին, որովհետև իրենց զավակները հիմնականում էներգո աղբյուր են, որ մատակարարում են իրենց ծնողներին։ Այո, բնության մեջ նաև տարօրինակ այսպիսի կարգավիճակ կա։ Շատ դեպքերում, երբ որ տեսնում եմ, որ այստեղ հենց մայրական վամպիրիզմի նախանշաններ է երևում, ես խորհուրդ եմ տալիս մանմարկանց ինչքան շուտ, ինչքան հնարավոր է շուտ հեռացնել իր կենցաղը իր ծնողից։ Գիտեք, ինչ դա չի նշանակում, որ ինքը չպետք է զբաղվի իր ծնողների խնամքով, ոչ, ինքը պետք է զբաղվի իր ծնողների խնամքով, պետք է հետաքրքրվի, բայց իր կենցաղը պետք է առանձնացնի։ Ինչքան էլ դժվար լինի, թե աղջիկ, թե տղամարդ պետք է դուրս գա մոր ազդեցության տակից, ծնողի ազդեցության տակից, որպեսզի ինքը կարողանա իր ընտանիքը ձևավորել, ինքը կարողանա իր բալիկներին ունենա, գրկել, երջանկանանա։ Չէ, ինքը կարող է իր ծնողին օգնել ֆինանսապես, ինքը կարող է իր ծնողին անընդհատ այցեր տա, բայց երբեք չի կարելի նման ծնողի հետ նույն կենցաղի մեջ մնալ, նույն տարածքի մեջ մնալ, որովհետև չի թույլ տա, որ երբեք ու երբեք թե տղամարդը, թե կինը ունենան իրենց սեփական ընտանիքը։ Այո, կան նման տիպի մայրեր։ Շատ դեպքերում, երբ որ էզոտերիկայի մեջ նման իրավիճակը ասում են, որ դա սև առնետի անեծք է, ինչպես որ տնության մեջ սև առնետն է վերացնում իր զավակներին, այդպես էլ այդ կինը իր զավակների էներգիան խլելով վերացնում է իր սերունդը։ Խորհուրդ եմ տալիս, երբ որ տեսնում եք նման կարգավիճակ է, հեռու մնացեք, հսկեք ձեր ծնողին, օգնեք ձեր ծնողին, բայց ձեր կենցաղը ինչքան հնարավոր է առանձնացրեք, շատ մի կախում ունեցեք, մայրը մնում է մայր, ընտանիքը մնում է ընտանիք, մի թույլ տվեք, որ անընդհատ ձեզանից էներգիա խլեն։ Գիտեք, ինչ նույնիսկ տեսել եմ, որ մայրը նույնիսկ հիվանդություններ է ստեղծում, ոտքս է ցավում, մեջքս է ցավում, գլուխս է ցավում, ես առանց քո խնամքի չեմ կարող, բայց երբ որ որդին կամ աղջիկը տանից դուրս են գալիս, ինքը եւ իրեն խնամում է եւ գլխացավը անցնում է, ինքը ուղղակի վախենում է կորցնել
վախենում է թողնել իր երեխային։ Դա բնության մեջ բացառություններ լինում են։ Ուշադրություն դարձրեք, երբ որ զգում եք, որ ծնողը կախված է ձեզանից շատ, իշքան հնարավոր է ձեր կենցաղը առանձնացրեք, ծնողին հարգեք, ծնողին սիրեք, բայց առանձին կենցաղ վարեք, որպեսզի դուք կարողանաք ձեր ընտանիքը ստեղծել։ Այսքանը հաջողություն, ասված դա, որ ոչ մեկի ծնողի մոտ նման նախանշաններ չլինի, ոչ մեկի ծնողի մոտ այդպեսի մեծ էգոիզմ չլինի, որ ինքը բացի իրենից ոչ մեկին չսիրի, այո, նման ծնողները էգոիստներ են, մեծ էգոիստներ։ Այսքանը հաջողություն, ստեսություն։